հույս էլ չունենք, որ երբևիցե գոնե խմելու ջրի հարցը կլուծվի։ Ես հիմա կտանեմ ձեզ մեր կուխնին, որտենակ կարողա փախնեք, որովհետև ջուր չկա, մի շաբաթից ավել է, խմելու ջուր չկա, որ իմ լվացքի մեքենան աշխատի։ Մենք այն գետի ջրից ենք օգտվում։ Խմում եք։ Հա, գետի ջրից, հիմա եթե ջուր չունեն, գետից։ Բերում եք խմում։ Այո, Սիսիանի համայն կապետարանն էլ է տեղյակ, Սյունիքի մարզպետն էլ է տեղյակ, մեր համայնքի ղեկավարն էլ է տեղյակ, ջուր չկա, ով չի իմանում։ Զուգարանի կանալիզացիայի ջրերը, ոչխարները ջրի մեջովներ թմեն խմում են, կովերը, եղտաճուր է այս մավիրը, ասկի սրանով ջր չես լվանում, բայց մենք սաղ ձմեռ այս ջրից խմում ենք, սաղ ձմեռ, իմ 8 երեխեն արկա այս ջրից խմում է, ու մի համայնքի բնակիչ չի կարասի, այդ երեխեն այս ջրից չի խմում, ես աման չեմ լվանում, ես շորտ չեմ լվանում այս ջրով, ջրից թունավորվել էին դպրոցում, մեր դպրոցի տնօրեններ են տեղյակ, հիվանդանոցներ են Սիսիանի տեղյակ, մարզպետը անձամբ ինքն էլ լսե, որ ասել եմ, ամենաշատ երեխեքը իմս են, բայց այդ ջուրը խմել էին, դպրոցում վատացել էին։ Հիվանդանոցել եք տարի։ Չեմ տարել, չէ, փող ունեի, որ է Թայից Սիսիան, իր ամուսնու պիտի 5000 դրամ տային, որ տաքս ու տակնձի տանեն բերեք, ես էլ չունեի, որտից ոչ նպաստ էի ստանում, ոչ տոշա։ Նոր եմ ստանում, չէ, նպաստներ կտրվել է, թոշակն եմ մենակ ստանում, ամուսինս, որ չկա երեխեքը թոշակ են ստանում, ամիսի 36,000 դրամ։